Բարի երեկո 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերին համար։ Պարոն Մինասյան, ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի անունը երբ տալիս ենք, դուք խիստ ծայրանում եք, երբ պետք է ասեմ, որ դա շատ նորմալ է, բայց պետք է առաջին հերթին հարցնեմ նրա երեկվա ելույթի մասին Եվրոպական խորհրդարանում։ Փաշինյանը հայտարարեց, որ հայ հոգևորականները, որոնք առանց իր թույլտվության խախտել են բարեվարկության ինչ-որ կանոններ, իրենց շուրջը հավաքելով նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված ուժերին, Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխներին, փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Հայ նրանց անվանում է պատերազմի կուսակցության առաջնորդներ։ Կրկին մեծ դավադրություն են բացահայտում, կարծես ոչ թե Հայաստանի վարչապետի ելույթն է, այլ հայկական ժամանակում տպագրված հերթական սենսացիոն տեղեկությունը։ Որն է ձեր կարծիքով Հայաստանում իրականում պատերազմի կուսակցությունը։ Գիտեք, շատ կարևոր է, երբ որ անունները համապատասխանում են էությանը։ Երբ անունները մի բան են, իսկ էությունը ուրիշ, օրինակ գեղեցիկին հանգարց տգեղ ասես կամ հակառակ աբսուրդ է ստացվում, չես կարողանում հասկանալ ինչի ինչոց է։ Բայց պատերազմի կուսակցությունը միթե այն կուսակցությունը չի, որի իշխանության ժամանակ մենք ունեցել ենք պատերազմներ։ Պատերազմի կուսակցությունը այն կուսակցությունն է, որի իշխանության ժամանակ դու ունեցել ես պատերազմներ։ Եվ այդ պատերազմների քանակով այս ազգակործան պատուհասի ղեկավարած կուսակցությունը հենց պատերազմի կուսակցություն է։ Բայց պատերազմները լինում են մեծ հաշվով երկու տեսակի, մեծ հաշվով, ճիշտ է, ուրիշ տեսակներ կան, կամ պարտվողական, կամ հաղթողական։ Հիմա այս ազգակործանի ժամանակ բոլոր պատերազմները եղել են պարտվողական։ Ընդ որում պարտվողականն էլ կարելի է բաժանել տարատեսակների։ Եվ որ ընդհանրապես որևէ կորուստ չի ունենում, ուղղակի դա արձանագրվում է, բայց ասենք թե պատիվը, արժանապատվությունը, տարածքները, ազգաբնակության կորուստ կամ արտագաղթ բաներ չեն լինում։ Այս ազգակործանի օրոք մենք բոլոր ամենածայրահեղ պատերազմներն ենք ունեցել, բոլորը եղել են պարտվողական, բոլորի արդյունքում մեր լույս տղաները գնացել են եւ զոհվել են կանխավ այնպիսի պատերազմի ժամանակ, որը հենց առիթներ տվել է հենց այս ազգակործան պատուհասը։ Մենք կորցրել ենք մեր տարածքները, մի քանի հազարամյակի հայկական տարածքներն են կորցրել։ Այսօր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի 200 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հայ-ադրբեջանական սահմանի բոլոր դիրքերը, բարձրադիր դիրքերը, որոնք վերահսկողում են մեր տրանսպորտային շարժը Հայաստանի Հանրապետության տարածքում, գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Հազարամյա եկեղեցիներ ու վանքեր են այսօր գտնվում, հայկական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում Ադրբեջանի տիրապետության տակ։ Վանդալիզմ է այնտեղ, հասել բարձր մակարդակի, քանդում են մեր եկեղեցիները, սրբավայրերը, մեր հուշարձանները։ Մարդիկ, ովքեր տուն տեղ էին դրել սերունդների ընթացքում, այդ ամեն ինչից զրկվել են եւ ինքը ունի լկտիություն, պատերազմի կուսակցություն անվանելու ուրիշներին, ինքն է պատերազմի կուսակցություն։ Ես ասել եմ, որ այն մի ժամանակ հիշում եք դուխով ինչ որ տենց հիմարություններ էին անում։ Այդ գլխարկի վրա պետք է գրել մահ ու պատերազմ հայ ժողովրդին տակը։ Նիկոլ Փաշինյանը այդ անունն էլ տվեցի։ Այո, ինքը մահ ու պատերազմ է բերել հայ ժողովրդին եւ ինքն է պատերազմի կուսակցությունը։ Եվ մի բան էլ հստակ կարող եմ ասել, եթե ինքը մնա այս ընտրությունից հետո, այդ իր մահ ու պատերազմը շարունակելու ու տեղն էլ կարող եմ ասել, սկսելու է Սյունիքից։ Այսինքն, օրինակ, երբ խոսում եք իրանցի մասին, հա, կոնտեքստից այդ միջավայրից կտրված չէ, նա ասում է, որ իրանցում այսօր խաղաղություն է հաստատված։ Լավ, վերցնենք, ասենք իրանցում հիմա անդոր է։ Հարց եւ որն է ընդհանրապես, ասենք, իրական խաղաղությունը, երբ այս կոնկրետ դեպքը առանձին վերցնում ենք այս միջավայրից, արդյոք միայն իրանցի մասին պետք է խոսենք, թե ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին պետք է խոսենք, որն է հարատև խաղաղությունը, եթե չեն կրակում, արդյոք դա խաղաղություն է։ Արամ, ավելի հստակ։ Մենք հիշում ենք 21 թվականից հետո, որ ինքը այդ նույն խոսքերն էր ասում։ Չեն կրակում, խաղաղություն է սահմանի վրա, հիշում եք, չէ՞, այդ պատերազմից հետո, երբ որ չեն կրակում, հետո ինչ եղավ։ Հետո եղավ ինչ որ պիտի լիներ, երբ որ դու նահանջում ես այդ խաղաղությունը ասելով, հակառակորդը առաջ է գալիս։
Հիշում եք, չէ՞ ինքը ինչ էր գրել իր նախընտրական ծրագրում։ Դեօկուպացիա, Հադրութ, Շուշի, ինչ եղավ։ Ոչ միայն Հադրութն ու Շուշին մնաց Ադրբեջանի իշխանության տակ, այլ ամբողջ Արցախը հայաթափվեց։ Հետևաբար, եթե իր ծրագիրը դա է, իր տերերի ծրագիրն էլ ինքը իրականացնում է տերերի ծրագիրն է դա։ Ինչ է սա նշանակում։ Ինքը նշանակում է, որ տերերը ասում են, ինչ ուզում ես ասա, միայն թե դու ընտրվիր 26 թվականի ընտրություններում, հետո կլինի այն ինչ որ եղավ 21 թվականից հետո։ Հետևաբար, եթե ինքը այսօր խոսում է, որ կիրանցում չեն կրակում, դա մի բան է նշանակում, որ ընտրություններից հետո կրակել են ոչ միայն կիրանցում, այլև ամբողջ սահմանին հայ-ադրբեջանական, որի բարձունքներում կանգնած են ադրբեջանցիները, անկլավներն են այսպես կոչված ճակերտավոր հանձնվելու ադրբեջանցիներին, Սյունիքում պրոբլեմներ են լինելու եւ այդ քողարկելու ամենալավ ձևը, ժողովրդին խաբելու ամենալավ ձևը դա է, չեն կրակում այսօր մինչև ընտրությունները։ Ընտրություններից հետո այդ չկրակելու հետևանքով այսօր չկրակել հետևանքով մենք կորուստներ ենք ունենալու։ Խաբել ու խաբում է հայ ժողովրդին։ 18 թվականից սկսած մի բան է անում, վարպետորեն իր տերերի հրահանգով խաբում է հայ ժողովրդին ու տանում է դեպի նորանոր փորձությունների։ Ազգակործան պատուհաս անունը ճիշտ են տվել էլի, ինքը ազգակործան պատուհաս է։ Իսկ հայ լսարանը կարծում եք կհավատա իր այս պնդումներին եւ արդյոք եվրոպական խորհրդարանականները պատկերավոր ասած կուտեն Ադրբեջանի տարածքով Հայաստան տարածված ղազախական հացահատիկը, եթե այսպես ասած։ Տեսեք, դուք երկու տարբեր հարցեր տվեցիք, եկեք ես առանձին դրանց պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, ապա առավել քան համոզված եմ, որ թոթափելը այդ թմբիրի թոթափելը հայ ժողովրդի մոտ շատ ցայտուն է դարձել եւ դրա դրսեւորումները մենք տեսնում ենք իրար հաջորդող հարցումների արդյունքներով։ Նույնիսկ այն հարցումը, որ իրականացվել էր ամերիկյան կազմակերպության կողմից, ըստ էության այնտեղ 24% էր իր վարկանիշը։ 24%-ը շատ ավելի ցածր է, քան այն տոկոսները, որ ինքը ուներ 18 թվականին, կամ նույնիսկ այն տոկոսները, որ ինքը ունեցավ 21 թվականին։ Հետևաբար ինչ վերաբերում է հայ ժողովրդին իր մեծամասնության մեջ, նա իսկապես թոթափել է այդ թմբիրը եւ այսօր շատ ավելի իրատեսական է նայում խնդիրներին։ Եվ եթե ծայրահեղ անմարդկային ճնշումներ չլինի, ռեպրեսիաներ չլինի քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ, մեծ հավանականությամբ այս 20 ամսի 7-ին, հունիսի 7-ին մենք ստեսյուն կասենք այս ազգակործաններին եւ կսկսենք վերականգնել մեր կորցված դիրքերը։ Ինչ վերաբերում է եվրոպական միության երկրներին, ապա այնտեղ ես կարծում եմ ինքը գնացել է եւ ընկել է հենց այն ուժերի դաշտը, որոնց նպատակը հենց ինքը իրականացնում է, որոնց հլու հնազանդ իրականացնում է նրանց նպատակը։ Ինչու եմ համոզված այդպես, որովհետեւ տեսեք, այն բանից հետո երբ իսկապես Վրաստանը կարողացավ թոթափել այն ծանր բեռը, որ իր վրա դնում են Եվրոմիությունը, որ ըստ էության ասում են պատերազմ սկսեք Ռուսաստանի դեմ, որպեսզի թեթևացնեք Ուկրաինայի վիճակը, նույնիսկ եթե այդ պատերազմը կտևի ընդամենը 3 օր։ 3 օրվանից հետո ինչ կլինի Վրաստանի հետ, եվրոպական տերերի նկատմամբ դա էական նշանակություն չուներ։ Բայց կորցնելով Վրաստանին, իրանք չեն կարող իրենց ծրագրերը փոխել հարավային Կովկասի նկատմամբ եւ մնում է միայն Հայաստանը։ Իսկ սա ինչ է անում։ Անում է հեն այն ինչ որ չարեց Վրաստանը։ Ինքը փաստորեն եվրոպական միության ծրագրերը փորձում է իրականացնել Հայաստանում ու հասկանալու թե դա ինչի է բերելու։ Հասկանալու որ դա բերելու է նրան, որ նույն ճակատագիրը, որին արժանացել է Ռուսաստանը, այստեղ պետք է արժանանա Հայաստանը։ Եթե անի այն, ինչ որ արեցին ռուսները, ինչ որ չարեցին վրացիները։ Սա է խնդիրը։ Իսկ նրա տերերը, եվրոպական միության տերերը ամեն ինչ անում են։ Իսկ ինչ է սրան պետք։ Մի բան, որպեսզի շարունակի իր իշխանությունը։ Իրանք ասում են մենք օգնենք ձեզ։ Կօգնենք քեզ այդ իշխանությունը պահպանելու համար։ Ֆինանսական միջոցներ կհատկացնենք, կասենք, որ այստեղ հիբրիդային պատերազմ է իրականացում անկախ պետականության դեմ, ինչի մասին ինքը ուղղակի ոչ թե տեղեկացնում էր, այլ զեկույց էր կարդում, որպեսզի ասեր, լսեք, ինչ որ դուք ինձ ասել եք, ես արել եմ, հիմա էլ եկել եմ ձեզ զեկուցեմ։ Այո, դուք ասում եք, որ Հայաստանում հիբրիդային պատերազմ պետք է իրականացվի։ Այո, ես ասում եմ, որ իրականացվում է։ Դուք ասում եք, որ Հայաստանում պետք է ինքնիշխանությունը փորձեն վերացնել այդ մարդիկ։ Ես ձեզ զեկուցում եմ, որ
Այսինքն ինքը ինչպես աշակերտը ուսուցչի առաջ կանգնում էր դասը պատմել, որ մի օր առաջ ուսուցիչներ պատմել այդ աշակերտին։ Նույնն էր անում։ Ակնկալելով ինչ։ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը ընդունել ենք։ Իսկ շուտով ստեղ գալի է Եվրոպական քաղաքական խորհրդի վեհաժողով իրականացվեն։ Այդ ամեն ինչը նույն սցենարի էլեմենտներն են։ Իրենք այստեղ ուզում են սարքեն երկրորդ Վրաստան, որը չկարողացան Վրաստանում սարքեն, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք պետք է հասկանանք, որ մեր պետականությունը այս ազգակործան պատոհասը տանում է կործանման։ Ինչպես 18 թվականից քայլ տարել է։ Ինքը չի կարող դադարեցնել։ Ինքը այդ ծրագիրն է իրականացնում, ինքը ուրիշ որևէ ծրագիր չի իրականացնում։ Եվ եթե ինքը մնա առաջիկա ընտրություններից հետո փառահեղ կերպով արտելու է։ Ճիշտ է այնպես ինչպես Արցախը դարձրեց Ադրբեջանի մաս, հիմա էլ Հայաստանը կդարձնի Թուրքիայի մաս։ Էրմանիստան անունով նահանգ ստեղծի այստեղ։ Բայց այդքանից հետո նա խոսում է եւ հանդես է գալիս որպես անկախության պաշտպան Հայաստան։ Բա ինչ պիտի ասի, ուրիշ բան պիտի ասի, այդպես պետք է ասի, ինչպես ինքը հիմարացրեց մեր ողջ ժողովրդին։ Իդեպ որ ասում եմ ժողովրդին, գիտեք, երևի այնքան էլ արդար չեն, որովհետեւ գունավոր հեղափոխության, ինչպես ժողովուրդն ինչ է, ինչպես դասականը կասել։ Այո, որովհետեւ գունավոր հեղափոխության տեխնոլոգիան է դա։ Մեր ժողովրդի առանձնահատկությունը չի, բոլոր ժողովուրդները երբ որ ընկնում են այդ հարվածի տակ գունավոր հեղափոխությունների ժամանակ, իրանք իսկապես որոշակի ժամանակով կորցնում են ճիշտ գնահատելու հատկությունը, իրանք սուտ պատրանքների հետևից են գնում, այդ պատրանքների արդյունքում ստանում են հարվածներ ու նոր գալիս են ճիշտ տեսակետի։ Եվ այն ինչ որ տեղացավ Վրաստանում իրանց տարածքի մի մասը կորցրեցին, Ուկրաինայում, նույնը տեղացավ Հայաստանում կորցրեցինք մեր Արցախը, եւ եթե ճիշտ այնպես ինչպես վրացիները մենք ուշքի չգանք, այդ շարունակենք այնպես ինչպես ուկրաինացիներն են ասում։ Մեզ սպասում են կործանումները, որոնց մասին ես արդեն ասեցի։ Քանի որ խոսեցինք արդեն, ակնարկեցինք անվտանգության սպառնալիքների վերաբերյալ, ինչպես է գնահատում իշխող ուժի կառավարող ուժի ներկայացուցիչների Փաշինյանի թիմի վարքագիծը Իրանի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ արդյոք adekvat է եւ արդյոք այս արտաքին միջավայրը ինչպես է ազդում մեր ընդհանուր երկրի վրա, ճիշտ են արդյոք այն գնահատականները, որ մեծ պատերազմ չի սպառնում, երբ տեսնում ենք ակնհայտորեն, որ նույնիսկ Ադրբեջանի ներքաշման վտանգ կա, քանի որ Նախիջևանին ինչ որ հարվածներ իրականացվեցին, Թուրքիան կարող է ներքաշվել եւ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ այդ պատերազմի մեջ են։ Տեսեք, շատ կարող հարց եք տալիս, բայց պետք է մենք հասկանանք, արդյոք այն ընթացքը, որ այդ նախորդ ամսվա վերջից սկսեց Իրանում Հայաստանի իշխանությունների պահվածքը այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ մի երկրի իշխանության պահվածք, որի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր անկախության տարիներին, հələ չեմ ասում մեր հազարամյա պատմության ընթացքում խիստ պոզիտիվ է եղել։ Իհարկե ոչ։ Ինքը չգնաց ու չստորագրեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված այդ Մատյանում ցավակցական բանջարից, որը անթույլատրելի է մեզ համարում։ Ու գիտեք, Իրանը հին ավանդույթներով երկիր է, ինքը դա չի մոռանա։ Միգուցե նաև չդրսևորի, մեծահոգաբար չդրսևորի, բայց չի մոռանա ու կասի թե ինչպես չի կարելի վարվել բարեկամի հետ, ինչպես չի կարելի երախտամոռ լինել, իսկ դա իսկապես երախտամոռություն է։ Հաջորդ դրվագը կհիշեք, բոլոր երկրների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցներ են ունենում տարածաշրջանի Իրանի Իսլամական Հանրապետության իրենց գոլեգաների հետ։ Երրորդը 4-րդ օրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սկսեց դա եւս չի մոռացվում։ Հետևաբար առավել քան համոզված են, որ այն մտայնությունը, որ կար Իսրայելի մոտ, Միացյալ Նահանգների մոտ, Բրիտանիայի մոտ, որ 2-3 օրվա ընթացքում Իրանը պետք է փլուզվի, այնտեղ պետք է ունենան ներքին անկարգություններ, ասենք, գունավոր հեղափոխությունների ստանդարտներով։ Այո, դա տեղի չունեցավ։ Եվ այդպես մտածում են իրենց բոլոր սատելիտները, Իսրայելի, Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, այդպես նաև Հայաստանի իշխանություններն են մտածում։ Դա եւս սխալան է, դա եւս ախտորոշում է, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանի իշխանությունների մոտեցումը։ Եվ այն ժամանակից հետո, երբ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, սրանք երևի իսկույն իրաց տեղի ասեցին, չէ, ոնց որ թե մեր պլան չի անցնում, հիմա պլան B-ին ենք անցնում, քիչ թե շատ նորմալ վերաբերմունք ցույց տվեք։ Սակայն ես առավել քան համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնք չիրականացվեցին առաջի փուլում Իրանում,
դրանք բերելու են Իրանի Իսլամական Հանրապետության էապես փոփոխվող վերաբերմունքին այն բոլոր երկրների նկատմամբ, տեսեք ինչ եղավ, փաստորեն նույնիսկ Կիպրոսը ռմբակոծեցին, նույնիսկ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռմբակոծեցին, անհասկանալի դեպք եղավ Նախիջևանում։ Ես կարծում եմ այդ պատասխանը մենք կստանանք այս կամ այն կերպ, եթե այս իշխանությանը մնա զբաղեցնի ղեկավար պաշտոններ հունիսի 7-ից հետո։ Իրանի կողմից նկատի ունեք։ Այո, անպայման, եթե մեր իշխանությունը մնա նույնը, ինքը պետք է, գիտեք, եթե սխալը չի պատժվում, դա անթույլատրելի մի բան է այն մարդու նկատմամբ, որի հետևանքով ինքը տուժել է։ Հայաստանը իսկապես արել է մի բան, որը սխալ է, միջազգային հարաբերություններում բարեկամ երկրի նկատմամբ սխալ է։ Ինքը պետք է այդ պատասխանը ստանա, բայց ոչ թե երկիրը, այլ իշխանությունը։ Եվ դրա չեզոքացման միակ ճանապարհային է, ինչ որ հայ ժողովրդի շահերից է բխում։ Մենք պետք է փոխենք այս իշխանությունը եւ այս 18 թվականից հետո անցած 7-8 տարիները, ինչպես ներպետական կյանքում, այնպես էլ հարևանների հետ վերաբերմունքում շրջենք այդ էջը, որպեսզի մենք կարողանանք առաջ ընթանանք, որովհետև Հայաստանի դերը տարածաշրջանում չափազանց կարևոր է եւ դրա մասին բազմիցս է ասել Իրանը։ Դա Ռուսաստան, Հայաստան, Իրան առանցքի կարևորագույն օրակն է։ Եվ իդեպ հիմա Վրաստանը գտնվում է հենց այն ճանապարհի վրա, որ ես ասում եմ, որտեղ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան։ Տեսեք, եթե մենք անդրադառնանք այդ առումով Ադրբեջանի դերակատարմանը, ապա շատ հեշտ է տեսնել, թե ինչպես տևական ժամանակ Ադրբեջանը թույլ չէր տալիս, որպեսզի հրեշտ Աստարայի երկաթուղին կառուցի, որը ըստ էության հենց այն հիմնական պակասող օղակն էր, որը պետք է ապահովեր Ռուսաստան, Ադրբեջան, Իրան։ Այդպես էլ չկառուցվեց։ Այդպես էլ փողն էին տալիս, շինարարական աշխատանքները ասում են մենք կատարենք, Ադրբեջանը դա չկառուցեց, որտեղ գիտեր, որտեղ հազարամյա մշակույթ ունի պետականության, որ հույս դնել Ադրբեջանի վրա, այդ կարևորագույն ծրագրի որպես էլեմենտ չի լինելու։ Եվ տեսնում եք, մենք մեր տարիների կամ տասնամյակների ընթացքում ապացուցել ենք մի բան, որ այս 7 տարիների ընթացքում հակառակն է տեղի ունենում։ Մենք պետք է նորից եմ կրկնում, շրջենք այս խայտարակ 7 տարիների էջը, որպեսզի մեր բնական դաշնակիցների հետ բնական վստահելի հարաբերություններ կարողանանք կառուցել։ Նախորդ թեմայի հետ կապված մի քանի հարց ես եւս ունեմ, պարոն Մինասյան, դրանք ես շարադրեմ, հետո կրկին կվերադառնանք Իրանին։ Փաշինյանը Եվրախորհրդանում հայտարարում է, որ հայ հոգևորականների, այսպես ասած, էմիսարները տարածում են լուրեր, թե իբր նա սահմանափակում է Հայաստանում կրոնական ազատությունը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, նա գնացել էր Եվրախորհրդան, որին չաներ, եվրոպական պատգամավորներին համոզեր, որ ինքը չի խախտում կրոնական ազատությունները եւ Հայաստանի անկախության ինքնիշխանության հետ կապված, իդեպ նաեւ պաշտպանության նախարարության բարձաբանումը Արման Թաթևյանի այն հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանի տարածքում նոր դիրքեր են կառուցում ադրբեջանցիները, պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները դիրքեր չեն կառուցել, կարծես մենք չգիտենք, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքի մի զգալի մասը, սրա մասին ինչ կարող եք ասել։ Եվ մյուս հարցը, նա կրկին խոսում է խորհրդային ՊԱԿ-ի, այսպես պետական անվտանգության կոմիտեն, չէ, ԿԳԲ-ի մասին, կրկին ակնարկում է ԿԳԲ-ի ագենտների մասին։ Եթե խոսքը Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասին է, թե բաց ակնարկում է, իսկ նա բաց տեքստով է ստեյության ակնարկում, ինչի՞ չի ասում ռուսական ՖՍԲ-ի գործակալներ կամ անվտանգության դաշնության ծառայության։ Եթե խորհրդային ԿԳԲ-ի մասին է, ապա ինչ արդիականություն կա այժմ խոսելու խորհրդային ԿԳԲ-ի մասին եւ խորհրդային միության մասին, որը փլուզվել է 35 տարի առաջ։ Արամ, չգիտեմ որքան էական է, ասենք թե ԿԳԲ-ի եւ ՖՍԲ-ի համացություններ անելը, ինքը Ռուսաստանին է դիմում, այսօրվա Ռուսաստանին այդ տերմինները, եթե դեմ չես արի չքննարկենք, բայց ուրիշ բան քննարկենք անպայման։ Իբր սուվերեն, իրեն սուվերեն պետության ղեկավար ներկայացնող մարդը գնում է եվրոպական խորհրդան եւ այնտեղ բողոքում է իր քաղաքական հակառակորդներից։ Դուք պատկերացնում եք, սա ինչ աբսուրդ իրավիճակ է։ Դու այդ երկրի ղեկավարն ես ոչ բարով։ Գնում ես այնտեղ ինչ ես ասում։ Այսինքն ասում ես ես ձեր աշակերտն եմ, ձեր տրված
հանրահարականները կատարել եմ, հիմա եկել եմ զեկուցեմ դրա մասին, խնդրում եմ օգնեք, որ ես մնամ իմ աթոռին, ուրիշ բացատրություն այստեղ չկա։ Այստեղ ուրիշ բացատրություն չկա։ Եվ այն ժամանակ, որ ասենք թե Ադրբեջանի ղեկավարը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, խոսում է 300,000 փախստականներ, այսպես կոչված, փախստականներ Հայաստան վերադարձնելու մասին, դրա մասին ինչու այնտեղ չի խոսում։ Ինչու չի ասում, որ իմ հարևան երկիրը սպառնում է իմ սուվերեն տարածքում 300,000 ադրբեջանցի բերելով, այստեղ Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջանը կոչվում իմ սուվերեն, դրա մասին ինչու չես խոսում։ Եթե դու քո սուվերենության մասին, ինչու չես խոսում, որ այդ երկիրը քո տարածքի 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել է, քո բոլոր ստրատեգիական բարձունքները իր ձեռքին են։ Դրա մասին ինչու չես խոսում։ Ու ուզում ես, որ հայ մարդը հավատա, որ դու ես երկրի սուվերենության մասին ես մտածում։ Ոչ, ազգակործան պատուհասը մի հոգս ունի, վարչապետի աթոռը, որովհետև ինքը գիտի, եթե կորցնի այդ աթոռը, կանգնելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության առաջ եւ պատասխան է տալու օրենքի տարին ու համապատասխան ինչ է ինքը արել, ինչ չարագործություններ է արել։ Եվ այն ժամանակ կպարզվի, թե ինչ էմիսարներ են իրան, ինչ լցրել իր գլուխը, ինչպես է այդ էմիսարների հանրահարականներով կործանել հայկական պետականությունը, կործանել մեր պետական շահերը, կործանել մեր Արցախը, մահվան տալ մեր տղաներին։ Մի բան է դրա համար անհրաժեշտ, որպեսզի մենք միավորվենք ու թոթափենք այս թուրք-ադրբեջանական կորցակալների լուծը, որը 18 թվականից դրված է մեր վրա։ Եվ դա մենք կանենք, ու դրանից հետո Եվրոպական խորհրդարանում կգնան արժանապատիվ հայեր, որոնք եղել են 18 թվականից առաջ, ու այնտեղ իրենց զրույցներում կպաշտպան զեկույցներում, կպաշտպանեն մեր պետական ու ազգային շահերը։ Իսկ ինչ զարգացումներ են ձեր դիտարկման տեղի ունենում Հայաստանում, քաղաքական դաշտում ընտրություններին ընդառաջ եւ ինչու է իշխանությունը սարսափում Գյումրի երկու սցենարից, ինչպես հայտարարում են ընդդիմադիր ուժերը, եւ կրկին ինչպես այս արտաքին տարածաշրջանային միջավայրը կազդի այս ներքին process-ների վրա։ Տեսեք, ես կարծում եմ process-ները զարգանում են Հայաստանում ներքաղաքական դաշտում ճիշտ այնպես ինչպիսին դրդում են իրողությունները, իսկ այդ իրողությունները ասում են, որ մենք 18 թվականից գահավիժում ենք եւ այդ գահավիժումը կանգնեցնելու մի ճանապարհ կա, քաղաքական ճանապարհն է, դա իշխանափոխությունն է։ Եվ այդ ճանապարհին այն խմբավորումները, որոնք այսօր գոյանում են, մեծ խմբավորումները, դրանք կարծում եմ հենց լավագույն դրսևորումներն են դրա։ Ինչու։ Երկու կարևոր հանգաման կա, որի մասին մենք պետք է խոսենք։ Որն է իշխանության հիմնական նպատակը, որպեսզի ինքը պահպանի իր իշխանությունը Հայաստանում։ Հնարավորինս քիչ ընտրողներ ընտրատեղամասերում, հնարավորինս քիչ, որտեղ ինքը ունի ֆիքսված զանգվածը, դիցուկ ասենք թե, չգիտեմ, 500,000 մոլորյալներ, որոնք դեռ չեն թոթափել իրենց պատրանքների մեջ գտնելու։ Հնարավոր ավելի քիչ, ամենայն հավանականությամբ, չէ՞։ Ես կդժվարն եմ ասեմ, մաքսիմում թիվն եմ ասում, որովհետև այն 24%-ը, որի մասին ես ասեցի, մոտավորապես 450-500,000-ի մասին է խոսքը։ Եվ եթե մենք կարողանում ենք ապահովել մեծ մասնակցություն, ապա այդ տոկոսը շատ ցածր է լինելու, որտեղ այդ 24%-ը փաստորեն այն ժամանակ, որ 100% ընտրողներն են լինելու, այսինքն ինքը կտատանվի 40-ի կողմերը։ Եթե ինքը 40% է հավաքում, այդ ասենք թե իր 500,000 ընտրով, դա արդեն մեծ երաշխիք է, որ մենք վերջ ազատագրվել ենք այս չարեքից։ Հա, հասկանալի է։ Իսկ եթե իր արբանյակները եւս դե այնտեղ եթե ասենք թե մեկն էլ մի 5% հավաքի, թող լինի 45 մաքսիմում, եթե կարողանա ասել, բայց ես ուզում եմ ձեզ հավաստի ասել, երբ որ ինքը տեսնի, որ ինքը սուզվում է, ինքը թույլ չի տա, որ իր ձայները գնան մեկ ուրիշին, որովհետև այդ ուրիշը կարող է հանկարծ 4%-ը չհավաքել։ Դա եւ ինքը հավաքասի ավելի լավ է մենք մի բանով, որ ոչ մի ձայն չկորչի։ Բայց տեսեք, առաջի խնդիրը դա հնարավորին շատ քանակի ընտրողների մասնակցություն ընտրություններին։ Ես եւ ուրիշ վերլուծաբաններ ասում են, որ նվազագույնը եթե մենք 60% հավաքում ենք, մասնակցություն 60% հավաքում ենք, բերում ենք մեր ընտրողներին համոզելով, որ սա այդ բառը պետք է ասեմ, սա մեր համար սարդարապատ է։ Կլինի ընտրություններում հաղթանակ, կլինի հաղթանակ ինչպես սարդարապատում է եղել։ Եթե ոչ Աստված մի արասի, արդեն ասեցի, ինչեր են մեր թշնամիները ազգակործան պատուհասի ձեռքով նախապատրաստել հայ ժողովրդի համար։
Իսկ ուղիղ իմաստով Սարդարապատ հնարավոր է լինել հաշվառները նույն անվտանգության սպառնալիքին։ Եթե մենք հաղթենք, այո, մենք ունենանք հաղթական Սարդարապատ։ Եթե մենք հաղթենք, կունենանք հաղթական Սարդարապատ, դա կլինի բոլոր բնակավարներում։ Դա կլինի մեր մշակույթի բնակավարում, մեր կրթության բնակավարում, որտեղ են ասպատակությունները, որ իրականացվեցին մեր դպրոցներում, պետք է վերականգնենք։ Դա կլինի մեր բանակում, դա կլինի հոգեբանության մեջ, մշակույթում եւ այդպես շարունակ։ Բայց ես ուզում եմ երկրորդ հարցին անդրադառնամ։ Առաջինը իհարկե մեծ մասնակցությունն է, եւ երկրորդը, որ եւս շատ կարեւոր է, չպետք է լինի մի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը վստահաբար չունի 4%-ը հաղթահարելու հնարավորություն ու մասնակցի ընտրությանը։ Դա եւս անթույլատրելի բան է։ Եթե մենք այս երկու խնդիրները լուծում ենք, ես կարծում եմ, որ շատ մեծ է հնարավորությունները, որ հունիսի 7-ը կլինի այս չարիքից ազատագրելու օրը։ Եվ քաղաքական դաշտում շատ հետաքրքիր զարգացումներ են, այսպես խմորումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք, որ խոշոր միավորումներ են ձևավորվում, հա, պարոն Մինասյան։ Առաջարկ Հայաստանին ծրագիր ուժեղ Հայաստան, այսինքն մեր ձևը վերածվեց ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ դաշինքներ եւս կան։ Ինչ է կարծում, ինչ ձևաչափով կգնան ընդդիմադիր ուժերը եւ ինչ կարծիք եք Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին, որ Սամվել Կարապետյանն է միակ կարող ուժը, որը կարող է միավորել պարակտված ընդդիմությանը։ Տեսեք, նախ ընդդիմության միավորման մասին, որովհետեւ կան տեսակետներ, որ միգուցե բոլորը մի ինտրական ցակով գնան, կան երկրորդ տեսակետը, որ դուք ներկայացրեցիք բևեռներով։ Ես առավել քան հակված եմ, որ առաջի խնդիրը լուծել հնարավոր չի։ Ինչու հնարավոր չի, որովհետև կան անցած ճանապարհներ եւ այդ անցած ճանապարհների ընթացքում տարբեր դիրքորոշումներ են ունեցել եւ տարբեր կերպ են պատկերացրել իրենց պայքարը այս չարիքի դեմ։ Ընտրողի համար դժվար կլինի հասկանալ այդ տրանսֆորմացիան։ Բայց ինչի մասին դուք ասիք, որ երբ որ ասենք թե այդ ուժերը ասում են խորհրդան, իրենք պետք է ունենան մի նախապես ստեղծված հարթակ են ասում, պլատֆորմ են ասում, որ ոչ մի դեպքում իրենք չեն թույլ տա, որպեսզի այդ ազգակործանների ուժը այնտեղ մեծամասնություն ձեռք բերի տարբեր կոնֆիգուրացիաներով եւ ոչ մի համագործակցություն նրա հետ չի լինելու։ Պետք է լինի այս պլատֆորմը սկզբունքների հիման վրա գործունեություն խորհրդանում, այսինքն այն ինչ որ դուք ասում եք Գյումրի 2 պետք է միավորվեն։ Եվ եւս մի կարևոր հանգամանք կա, որի մասին ուզում եմ ասեմ։ Այդուհանդերձ ընտրողների մի ստվար զանգված ունի նախասիրություն։ Տեսեք, ընտրողների մի ստվար զանգված միշտ եղել է այս 7 տարիների ընթացքում այս ազգակործանների նկատմամբ բարիկադների վրա։ Այդպես է ինքը պատկերացնում իր մասնակցությունը ընտրություններին այն քաղաքական ուժերի հետ, ում հետ ինքը այդ պայքարի մեջ է եղել։ Կան ուրիշ շատ ավելի մեծ քանակի մեր քաղաքացիներ, որոնք պրոբլեմների լուծումը, ազգային, պետական պրոբլեմների լուծումը տեսնում են սոցիալական, տնտեսական ուղղվածության քաղաքականության մեջ։ Դրանք էլ իրենց գերակա քաղաքական ուժին կընտրեն, մեր ձևովին կընտրեն կամ ուժեղ Հայաստանին կամ պարոն Ծառուկյանի ղեկավարած դաշինքին։ Այս երկու զանգվածներ ընտրողների դժվար է պատկերացնել, որ նույն քաղաքական ուժին կտան։ Չնայած երկուսն էլ նպատակը նույնն է, ճանապարհներն են տարբեր։ Եվ այդ տեսակետից չեմ կարծում, որ այդ ճանապարհները հիմա միավորելը կբերի նրան, որ մենք ավելի շատ ձայն կունենանք խորհրդանում։ Երբ որ ասում եմ մենք, բոլոր նրանք, ում գերակա նպատակը ազգակործանից ազատվելն է։ Հետևաբար իսկապես տարբեր, բայց հզոր բլոկներով ընտրություններին մասնակցելու այդ հզոր բլոկների շուրջը այն ուժերի համախմբումը, որոնք վստահ չեն, որ իրենք կարողանան ինքնուրույն մտնել խորհրդարան, կարծում եմ ամենաճիշտ ճանապարհն է մեր հաղթանակի համար։ Եվ այս համատեքստում հետաքրքիր է ինչպես է գնահատում մասնավորապես Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության հնարավորությունները եւ նրանց ներկայացրած 5 կետանոց տնտեսական ծրագիրը։ Տեսեք, երկու բան պիտի ասեմ, նախ իսկապես հասարակության ստվար զանգվածը եւ բոլոր հարցումներով հենց առաջին դիմադիր ուժի ինքն է եւ դա բնական է։ Եվ երկրորդը ես կարծում եմ, որ ինքը չափազանց գրագետ նախընտրական քարոզարշավ է սկսել, ճիշտ է, դեռ պաշտոնական քարոզարշավի ընթացքը տրված չի, բայց այն քայլերը, որ ինքը կատարում է, այն մտքերը, որ արտահայտում է, բխում են հայ ժողովրդի Հայաստանի Հանրության քաղաքացու մեծամասնության շահերից։
Եվ ես կարծում եմ, որ այդ ճիշտ քաղաքականությունը կբերի նաև ճիշտ արդյունքների մեծ քանակով մեր ժողովրդի ներկայացուցիչներ իր ձայնը կտան, գոնե նախընտրական այդ հարցումները դրա մասին ասում, առաջին մեծ ընդդիմադիր ուժը կլինի Սուրեն Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը, եւ ես կարծում եմ մնացած ուժերը եւս հայտնվելով խորհրդանում կմիավորվեն իրար հետ ու կունենան խորհրդարանական մեծամասնություն։ Դա լրիվ բավարար է, որ այս մղձավանջային 7 տարիները ավարտվեն, ու դա լրիվ հնարավոր է։ Էմպիրիկա հետազոտական եւ խորհրդատվական ընկերության հարցման տվյալներով, որը ներկայացրեց Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը, Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, 24%-ը Նիկոլ Փաշինյանին, իսկ խորհրդարանական ընտրությունները, եթե կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր Ուժեղ Հայաստանի օգտին։ Այս հարցումների մասին ինչ կարծիք ունեք։ Գիտեք, ես առավել քան համոզված եմ, որ այդ հարցումները իրականությանը համապատասխանում են։ Եվ եթե Սամվել Կարապետյանի 35%-ին գումարենք այն, ասենք թե մյուս խորհրդարանական ուժերը, որոնք համոզված են, որ կհայտնվեն խորհրդանում ընդդիմադիր դաշտում, ակնհայտորեն մենք կունենանք 51% պլյուս ձայներ, ինչը լրիվ անհրաժեշտ է մեր խնդիրները լուծելու համար։ Բայց մի բան էլ պետք է ասեմ անպայման։ Մենք պետք է հանգիստ չլինենք, մենք պետք է հասկանանք, որ դիմացինը գնալու է ցանկացած այլանդակությունների եւ այդ ցանկացած այլանդակությունների ընթացքը կսկսեն շատ շուտ մինչեւ հոկտեմբերի հունիսի 7-ը։ Այո, բայց նաեւ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ մենք պետք է զգոն լինենք, որպեսզի թույլ չտանք խախտումներ, այնպիսի խախտումներ, որոնք հետո կարող են բերել այդ արդյունքների շեղման համար։ Եվ մինչեւ ընտրությունները Եվ ընտրությունների օրը մենք պետք է լինենք կազմում պատրաստ, որպեսզի կարողանանք դիմակայենք այն բոլոր քայլերին, որի արդյունքում ինքը պետք է փորձի փոխել ընտրությունների բնական ընթացքը, փորձել քվեարկության արդյունքների բնական այն տրամաբանությունը, որ այսօր պարզաբանվում են բոլոր հարցումներով։ Մենք պետք է անենք այն ամենը, ինչ նման իրավիճակում անում են բոլոր ժողովուրդները։ Մենք պետք է միավորվենք փողոցային պայքարով փորձենք ճնշել այս ազգակործանների իշխանությանը, որպեսզի իրենք հանգիստ չկարողանան անեն այն ինչ որ իրենք ծրագրավորել են անել։ Իսկ ինչ են ծրագրավորել անել։ Ակնհայտ է, սկսած քաղաքական գործիչների կալանավորից, մեկուսացումից, մինչև տարբեր ձևերով պետական հիմնարկներում, պետական ֆինանսավորում ունեցող կառույցներում իրենց էմիսարների միջոցով տարածել ահի ու սարսափի մթնոլորտ, որպեսզի նրանք ու գնան քվեարկեն այնպես, ինչպես իրենց համար անհրաժեշտ է։ Մենք այդ ամեն ինչը պետք է բացահայտենք, լրատվական միջոցներով տեղեկացնենք մեր հանրությանը ու նաև միջազգային հանրությանը, որտեղ այստեղ դիտորդական առաքելություններ կլինեն եւ ընտրություններից առաջ եւ հենց քվեարկության օրը։ Պարոն Միասյան, իսկ ինչպես եք պատկերացնում հանրային քաղաքական եւ ազգային այդ համախմբումը այս առաջիկայում, այսինքն նախընտրական process-ների ներքո, թե հետընտրական զարգացումների։ Արամ, տեսեք, մենք դրա մասին շատ հստակ ասել ենք։ Մենք ասել ենք, որ եթե մենք կարողանանք քաղաքական ուժերով համախմբվենք impeachment-ի գաղափարի շուրջ, ապա դա հենց այն պլատֆորմը կլինի, որը նաև քաղաքացիական օրենքին համաձայն քաղաքացիական անհնազանդության դրսևորումների ճանապարհով կբերեին մթնոլորտի գեներացիային հանրության մոտ, որը թույլ չի տա, որպեսզի այս իշխանությունները գնան սանձարձակությունների, եւ դա կարծեմ ամենադրական կամ ամենանպաստավոր իրավիճակը կստեղծի, որպեսզի օբյեկտիվ լինի ընտրությունների արդյունքները։ Եթե այդպիսի մթնոլորտ չստեղծվի, ես կարծում եմ, որ սրանց ձեռքերը, այս ազգակործանների ձեռքերը ազատ կլինեն, որպեսզի իրենց սանձարձակությունները անեն։ Այդ մթնոլորտի իրավիճակում իրանք կաշկանդված կլինեն։ Մենք պետք է իրանց դա թույլ չտանք, որպեսզի իրենք անեն այն ամեն ինչը, ինչ որ կարող են անել կամ ինչ մտքով ասում են։ Դա իդեպ վերաբերում է եւ այս ընթացքին մինչեւ ընտրությունների օրը եւ հենց քվեարկության օրը։ Բայց համաձայն չեք, որ առաջին հերթին, այսինքն մարդկանց փողոց դուրս բերելու, հրապարակ բերելու համար մարդկանց պետք է դուրս բերել այս կախարդանքի տակից, որովհետև այնքան հեշտ եւ պարզ այսպես շահարկումներ են անում, երբ ասենք մենք խոսում ենք իրանցի մասին, չէ՞, ասենք այդ կիսա ճշմարտությունը։ Իրանցումը երբ հիմա
այսպես հանգիստ խաղաղ իրավիճակ է, բայց որքան կտևի այդ խաղաղությունը, երբ հիշում ենք, որ հարևան երկրում պատերազմ է, այսինքն մեր երկու ողերիմ հարևանները այսպես բավական մեծ հետաքրքրություններ ունեն դրան, Իրանում, չգիտեմ, անկայունություն, մենք հարցազրույցից առաջ խոսում ենք Իրանում տիրող իրավիճակի մասին, հա, այդ Իրանի հնարավոր պառակտման սցենարի կամ ծրագրի մասին, որը գուցե հեռավոր այսպես ինչ որ հեռանկար է, բայց բավական տեսանելի է, եթե իհարկե, ասենք, Իսրայելի կամ Միացյալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների ծրագրով գնա այս ամենը։ Գիտեք, մենք մի շատ բարդ տարածաշրջանում ենք գտնվում, եւ այդ տարածաշրջանում զարգացումները մեծապես կանխորոշելու են բազմաբևեռ աշխարհի ստեղծման հնարավորությունը։ Իհարկե բազմաբևեռ աշխարհի գոյությունը կատաստրոֆիկ ձևով ընդունել է Միացյալ Նահանգների համար։ Եվ ինքը կարծում եմ շատ ճիշտ թիրախին է խփել, դա հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը կայուն զարգացող երկիր լինի, ապա Ռուսաստանի համար շատ հեշտ կլինի իրականացնել այն ծրագրերը, որոնք բազմաբևեռ աշխարհի համար շատ կարևոր են։ Իրանը BRICS-ի ամենակարևոր երկիրն է, որտեղ առանց Իրանի, եթե այստեղ փաստորեն Իրանը Աստված մի արած է տրոհվում է, Ռուսաստանը ընդհանրապես կտրվում է տակ դուրս գալու հնարավորությունից։ Դեպի արևմուտքի ճանապարհը փակ է լինելու ակնհայտ է, Սառաջյալ օվկիանոսով շատ սահմանափակ հնարավորություններ կան, եւ եթե ինքը նաեւ հարավով չի կարողանում դուրս գա, ապա BRICS-ի կարևորագույն երկրներից մեկին Ռուսաստանից իրանք շարքից հանում են բազմաբևեռ աշխարհակարգի համար այդ պայքարից հանում են։ Ճիշտ հակառակը, եթե հնարավորություն է ստեղծում Իրանի այդպիսի կարգավիճակի պահպանությունը որպես BRICS-ի կարևորագույն երկիր, ապա այդ բազմաբևեռ աշխարհը շատ ավելի մեծ շանսեր ունի կայանալու։ Մեր համար մենք պետք է գիտակցենք, որ այս պայքարը նույնիսկ եթե այսօր Իրանի կողմից, իսկ ես տեսնում եմ դրա հնարավորությունը, որ այս Իրանը կխուսափի այդ ամնածայրահեղ զարգացումներից, չի տրոհվի Իրանը։ Այս անցած երկու շաբաթը խոսում են այն մասին, որ իր նույնիսկ հակառակորդները դրանում արդեն համոզված են, բայց տևական ժամանակում սանկցիաների ճանապարհով Իրանին տրոհելու խնդրից իրանք կարծում եմ չեն հրաժարվի, եւ այդ պարագայում մենք պետք է միշտ զգոն լինենք, որովհետեւ մենք գտնվում ենք այդ ամենա կուլմինացիոն կետի շրջակայքում եւ մեր պահվածքը պետք է լինի այնպեսին, որ տարակարծություն չառաջացնի մեր բնական դաշնակիցների մոտ։ Մենք խրամատի այս կողմում ենք, թե այն կողմում ենք։ Այդ պարագայում մենք պետք է ունենանք մի ազգային եւ պետական շահեր հետապնդող իշխանություն, այնպեսին, ինչպեսին մենք ունեցել ենք մինչև 18 թվականը։ Այս իշխանությունը գտնվում է հակառակ բևեռում, գլոբալիստների բևեռում, որը գնալով զիջում է իր դիրքերը։ Եվ այդ տեսակետից Իրանի շուրջ ընթացող այս երկու շաբաթվա զարգացումները եւս մեզ ստիպում են ճիշտ որոշում կայացնելու մեր ապագայի համար։ Հունիսի 7-ի ընտրությունները նաեւ մեր արտաքին քաղաքական կողմնորոշման համար ճիշտ պետք է լինեն։ Իսկ դա հետեւյալն է. մենք ունենք բնական դաշնակիցներ եւ մեր դաշնակիցների հետ համահունչ պետք է անցնենք այս տրանսֆորմացիայի բարդ փուլը միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ աշխարհը։ Իսկ ուր է տանում ձեր կարծիքով Իրանա-Իսրայել-ամերիկյան այս պատերազմը եւ որքան կարող է տարածվել պատերազմի այս հրդեհը։ Տեսեք, ես կարծում եմ այն կուլմինացիան, այն առաջի երկու շաբաթվա մեծ թափով հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության վրա ապացուցեց, որ բրիցկլիկ տեղի չի ունենալու։ Ընդ որում, գիտեք, շատերը մտածում են, որ ոչ, Ամերիկան առանց դրա համոզման չէր մտնի խաղի մեջ։ Ես այն տեսակետին եմ, որին բազմաթիվ ուրիշ վերլուծաբաններ գտնում են, որ ուղղակի Իսրայելը կարողացավ համոզել Միացյալ Նահանգներին մտնել այս խաղի մեջ, որը բնականաբար մեծ խնդիրներ առաջացնելու նոյեմբերյան միջանկյալ ընտրություններին Տրամպի կուսակցության համար, ինչքան երկար մնա Միացյալ Նահանգները այստեղ, այնքան իր խնդիրները իր երկրում իր համար բարթանալու են։ Ես կարծում եմ, ինքը դա հասկանում է եւ շուտով, շատ շուտով կարող է պատահի նույնիսկ մեկ ամսվա ընթացքում ինքը կասի, ես իմ գործը արեցի, հաղթանակ տարանք, չգիտեմ, ինչ որ մի հիմնավորումներով եւ կհեռանա տարածաշրջանից, բայց
առավել քան համոզված եմ, որ ոչ պատերազմական, այլ ճանապարհներով ինքը կշարունակի պայքարել Իրանի դեմ, որտեղ այսի Իրանի կարևորագույն նշանակությունը բազմաբևեռ աշխարհի ստեղծման համար չի կորելու։ Եվ այս տեսակետից պետք է հույս ունենանք, որ այն լավ սկիզբը, որը կար տոկուն մեր բարեկամ տոկուն Իրանը կարողացավ դիմակայել, կշարունակվի։ Ես ենթադրում եմ նաև, որ ինքը նաև դասեր կանի, որովհետև տեսեք, BRICS-ի այլ երկրները, թե Ռուսաստանը եւ Չինաստանը, ավանդական արժեքներ պահպանողական երկրներ են, ավանդական արժեքներ պաշտպանող պահպանողական երկրներ են։ Պահպանողականությունը 21-րդ դարում նման չի այն պահպանողականությունը, որ եղել է 2-3 դար առաջ։ Ես կարծում եմ ճիշտ ձևաչափը պահպանողականության 21-րդ դարի պահպանողականության նաև Իրանի համար կլինի շատ ավելի նպաստավոր, քան այն մոդելը, որ այսօր Իրանը ունի։ Առավել քան համոզված եմ, որ Իրանում կգտնվեն քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք պահպանողական կոնցեպտի պահպանմամբ կիրականացնեն քայլեր, որը Իրանը կդառնա ավելի ներդաշնակ 21-րդ դարի պահանջներին։ Դերևս երևի պետք է վերլուծենք հաշվի առնելով նոր գերագույն առաջնորդի ընտրությունը, հա, Ալի Խամենեի որդու։ Այդ խնդիրը թողենք մեր իրանցի բարեկամներին, ես համոզված եմ, որ իրենք միշտ ճշգրիտ են եղել եւ այս անգամ էլ կանեն ճշգրիտ քայլեր, որպեսզի էության եւ ձևի խնդիրը ներդաշնակ լինի։ Առավել քան համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Դուք խոսեցիք նոր աշխարհակարգի ձևավորման հնարավորության մասին, բայց առաջին հերթին օրինակ ինձ հետաքրում է, թե ինչպիսի տարածաշրջան կլինի, եթե Իրանը փաստորեն դիմակայի եւ հաղթարի նաեւ այս փորձությունը, հա, Թուրքիա, քրդական գործոն, ես չգիտեմ, Իսրայելը իր այդ ծավալապաշտական ծրագրերով, Ադրբեջանը։ Գիտեք, ես կարծում եմ Իրանի հաղթանակից հետո, իսկ այդ հաղթանակը ես կարծում եմ տեղի կունենա 1-2 ամսվա ընթացքում, շատերը կհասկանան, որ իրանց ծրագրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր մենք խոսում ենք, ես հետևում եմ նաև ադրբեջանական լրատվամիջոցներին, տարօրինակ բան է, ադրբեջանական պետական լրատվամիջոցները արդեն սկսել են գովեստով խոսել Իրանի Իսլամական Հանրապետության պահվածքի առաջընթացի հնարավորությունների մասին, ինչը առաջ երբեք չէր լինում։ Եվ ես կարծում եմ իրենք հասկանում են, թե ուր է գնում ընթացքը եւ փորձում են տեղավորվել այդ ընթացքի մեջ, որովհետեւ եթե իրանք շարունակեն իրենց դիրքորոշումը, ապա իր ուժերի վրա վստահ Իրանի Իսլամական Հանրապետությունը այնպիսի պատիժ կսահմանի նրանց գլխին, որին իդեպ իրենք արժանի են, որտեղ իրենք իրենց տարածքը տրամադրել են, իրանցիները դա շատ լավ գիտեն։ Եվ Իրանի կենտրոնական շտաբը զգուշացրեց զինված ուժերի։ Ինչ է կարծում, հարված կլինի իսրայելական այդ Եթե ադրբեջանցիները շատ կտրուկ չփոխեն իրենց դիրքորոշումը, որտեղ հռետորաբանությունը արդեն փոխել են, ես կարծում եմ այո, դա տեղի կունենա։ Ես չգիտեմ ինչպիսի զարգացումներ կլինեն հարևանների հետ, բայց որ նրանք ավելի զգոն կլինեն, ավելի ռեալիստ կլինեն, կարծում եմ դրանում կասկածել չի կարելի։ Եվ այդ պարագայում ընդհանուր իմ ասածը վերաբերում է նաև Հայաստանին։ Իմ ասածը վերաբերում է նաև Հայաստանին։ Հայաստանը պետք է եւս ներդաշնակ պահի Իրան այն իրողություններին, որը կարող է ձևավորվել Իրանում այս պատերազմից հետո։ Եվ ամփոփելով ընդհանուր այս թեման, իհարկե գանք ամենաառանցքային հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի վրա ազդեցություններին, ինչ է կարծում, ընդհանուր ինչ անվտանգության մարտահրավերներ է առաջացնում իրանական պատերազմը Հայաստանի համար եւ կա արդյոք Հայաստանին ներքաշման վտանգ, ինչ որ ուղիղ կամ անուղղակի ազդեցություններով կամ ճանապարհներով, օրինակ Ադրբեջանի հնարավորությունը կա արդյոք մտնելու Իրանի դեմ ռազմական արկածախնդրության մեջ եւ ինչ ահազանգեր Նախիջևանի հարվածները անօթաչուներով, ինչ ահազանգեր մեր տարածաշրջանի անվտանգության։ Տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս։ Գիտեք, շատ դժվար է պատկերացնել, որ Իրանը երբ գտնում էր այդպիսի խայտառակ ճնշումների տակ, ինքը կաներ քայլեր ուղղված Թուրքիայի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա, ՆԱՏՕ-ի հզոր անդամներից մեկը։ Բայց Իրանը ցույց տվեց մի բան, որը որևէ մեկը չէր սպասում։ Ինքը ասում էր, ես երբեք ստորացված պարագայում չեմ կարող ապրել, չեմ կարող։ Ինչ էլ ուզում է լինի, ես սոված կմնամ, բայց իմ արժանապատվությունը, իմ ինքնաշխատությունը որևէ դեպքում չեմ զիջի։ Եվ այդ պահվածքը ես կարծում եմ մեծ դասեր եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ ծոցի են հարուստ երկրներին, որոնք
նավթադոլարներով իրենց ինքնիշխանությունը պատրաստ էին ծախել բոլորին, կարծում եմ նաև Հայաստանին, ինքնիշխանությունը ծախել որևէ բանի դիմաց չի կարելի, որտեղ դա այն գրավական է, որը թույլ է տալիս գոյատևել ապագայում արժանապատիվ ձևով։ Եվ եթե Հայաստանը շարունակի այն ինչ որ ինքը արել է վերջի 7 տարիների ընթացքում, իսկ ես համոզված եմ, որ արդեն ամսի 7-ից հետո, հունիսի 7-ից հետո դա կդադարի։ Եթե Աստված մի արասե, ապա նա ավելի դաժան պատասխան պիտի տա դրա համար, քան ասենք թե այն, չգիտեմ, 2 թե 3 անընդհատ թռչող սարքերը, որոնք հայտնվեցին Նախիջևանում, որովհետև ըստ էության պատերազմական գործողությունները դեռ շարունակվում են։ Իսկ պատերազմական գործողությունների ժամանակ, եթե որևէ երկիր, կլինի դա Ադրբեջանը, կլինի Թուրքիան, կլինի Հայաստանի իշխանությունների ձեռամբ Հայաստանը, սխալ պահեն իրեն Իրանի նկատմամբ, ես համոզված եմ, որ Իրանը կունենա հնարավորություն այդ երկրներին ցույց տալ ճիշտ պահվածքը։ Այսօր ես նույնպես եմ կրկնում, արդեն ադրբեջանական մամուլում ես տեսնում այն կտրուկ փոփոխությունը, որը իրենք ունեցել են Իրանի Իսլամական Հանրապետության հաջողությունների ֆոնին։ Ես կարծում եմ, որ դա այդ Իրանի Իսլամական Հանրապետության հաջողությունները նաև մեծ ազդակ են, որպեսզի մենք հասկանանք, որ այն ընթացքը, որոնք այս իշխանությունները տարում են, մենք խոսեցինք այն մասին, որ նույնիսկ չգնացին, չցավակցեցին, անընդունելի է մեր բնական դաշնակցի համար։ Մենք պետք է լինենք մեր բնական դաշնակցի կողքին եւ այն ժամանակ, երբ որ ինքը հաջողություններ է կրում, եւ այն ժամանակ, երբ որ ինքը ծանր իրավիճակի մեջ է։ Բարեկամը այդպեսին է լինում։ Այսինքն կարծում եք չնայած Ալիևի հոխորտալից ելույթին Թեհրանի հասցեին, Ադրբեջանը վախեցավ փաստորեն Իրան։ Միանշանակ։ Ադրբեջանը հիշում եք եւ իրաց դեսպանատար աշխատակիցներին եւ հպատոսական աշխատակիցներին հանեց։ Դա լինում է մի ժամանակ, երբ որ դուք պատերազմ եք նախապատրաստում։ Ուրիշ դեպքում դեսպան չի լինում։ Դեսպանին են հետ կանչում զրուցում, բայց դեսպանատար աշխատակիցներին հանել, դա է նշանակում պատերազմ։ Այսինքն այդ ժամանակ առաջի 2-3 օրը ինքը երևի թե մտածում էր, որ շուտով իրան հրահան կտան եւ ինքը կանեն, ինչի համար ինքը 7-8 տարի պատրաստվել է իսրայելական կառավարության կողմից։ Բայց ձեր այդ կանխատեսումը, պարոն Մինասյան, որ կարծում եք, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այսօրվա քաղաքականությունը եւ ներկա վարչակազմը պահպանվի, կարող է տեղի ունենալ այն, ինչ ասենք տեղի ունենում Պարսից ծոցի արաբական երկրների հետ։ Եթե տերերը ու մոտ էր գնացել ինքը Եվրոմիսյան երկրների մոտ, եթե նրանք գան եւ նրանք պարտադրեն, որ իրենց դիրքորոշումները պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության այս իշխանությունների կողմից, ապա մենք չպետք է զարմանանք, որ պատասխանը կլինի այնպեսին, ինչպեսին եղավ, ասենք թե Նախիջևանում։ Եթե փորձեն Հայաստանից նոր ճակատ բացել Իրանի Իսլամական Հանրապետություն, ուղղակի այդ մղձավանջի մասին չեմ ուզում խոսեմ, բայց եթե այդպիսի բան լինի, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կվերաբերվի դրանց այնպես, ինչպես վերաբերվեց այն հարևանների նկատմամբ, ովքեր բազաներ էին ստեղծել եւ այդ բազաներից փաստորեն ապահովում էին, ընդ որում պարտադիր չի որ ռազմական օգնություն։ Եթե ընդհանրապես մի հատ ռադար են տեղափոխում եւ տեղադրում են երկրում եւ այդ ռադարով թույլ են տալիս, որ ասենք թե Իսրայելից թռնող հրթիռները ավելի ճշգրիտ հարձակվեն Իրանի Իսլամական Հանրապետության, գնահատի որպես ճշտամական։ Բա այդ ռադարը պետք է վերացվի, չէ։ Այդպես է արել, չէ։ Այդպես է արել Իրանի Իսլամական Հանրապետությունը այն ռադարների նկատմամբ, որոնք տեղավորված են արաբական երկրներում, ծոցի երկրներում։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Կհանդիպենք։